Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Եղեռնի հիշատակի օրն է, սա ոչ միայն կարելի է նայել տխրելու տեսանկյունից, այլ նաև արժանապատվության տեսանկյունից, արժանապատվության պահպանելու տեսանկյունից։ Ես կարծում եմ, որ այսօր ինքը ավելի անհրաժեշտ է այս միջոցառումը, այս ժայռով երթը, որը տրադիցիոն բնույթ է կրում, արդեն տասնյակ տարիներ մենք սա ունենք։ Այսօր ինքը ավելի առավել անհրաժեշտ է, քան երբևէ, որովհետև այսօր արժանապատվության անկման շրջան ենք նկատում, եւ ես ուզում եմ, որպեսզի այսօրվա դրությամբ այս վիճակով մենք հասկանանք, որ մեր արժանապատվությունը պահվում է, մենք հիշում ենք եւ ինչու՞ չէ, նույնիսկ պահանջներ ունենք։ Հիմա հաճախ է խոսվում, որ քաղաքացիները, հասարակությունը անտարբեր է, այս հարցի շուրջ։ Հոգեբանական տեսանկյունից դուք ինչպես եք վերաբերում այս պնդմանը եւ ինչ պետք է անել, որ մարդկանց ուշադրությունը կենտրոնացնենք հայանպաստ եւ այսպիսի հարցերի շուրջ։ Տեսեք, ես կեղծ թեզ եմ դա համարում, անտարբերությունը, բնավ անտարբերություն չկա, սա այս իշխանությունների տարածած բանն է, միտքն է, թեզն է, որ հանրությունը հոգնել է կամ անտարբեր է։ Դեռևս ապրում են մարդիկ, ում պապերը Եղեռնի ժամանակ մարզապուրծ են եղել ինչ-որ կերպ եւ անտարբերություն ոչ մի կերպ դրան չեն կարող անվանել։ Եվ այսօրվա բազմամարդ համոզված եմ, այսօր էլ է բազմամարդ լինելու երթը նույնպես եկեք դառնանք։ Չնայած այսօրվա իշխանությունը բազմաթիվ անգամներ ջանած, որպեսզի մենք հիշում ենք Եղեռնի հուշարձանը փակվեց, ինչ որ SMS-ներով, ինչ որ բաներ, հիշատակներ դրվեցին, բայց մենք տեսնում ենք, որ տրադիցիաները պահպանվում են։ Ինչով է պայմանավորված այն հանգամանքը, երբ իշխանությունները փորձում են հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնել, անգամ պահկար, երբ Փաշինյանը նշում էր, որ կոնկրետ հստակ թիվը պետք է ճշտվի, քանի որ 1.5 միլիոնը այդքան էլ ճշգրիտ կարող է չլինել, կարող է պլյուս մինուսով լինել։ Այնտեղ մի հոգի էլ կար, Քոչարյան Անդրանիկը անուն-ազգանուններով էր ուզում ճշտացնել։ Եկեք սենց անենք, մեծ իշխանությունները իմ կարծիքով հայկական ինքնության բոլոր էլեմենտները ուզում են որևէ կերպ հասար ոչնչացնել, այդ ինքնության էլեմենտներից է նաև ցեղասպանության հիշատակը, որը մենք պահում ենք, հենց սրա հետ էր կապված մտավախությունը կրթության նախարարության այդ վերանորոգման աշխատանքների հետ, եթե իշխանությունը ի սկզբանե նման, հայադավ ծրագրեր չունենար, այդ վերանորոգումն էլ շատ հանգիստ կնայվեր, որովհետև միգուցե դա շատ օգտավետ բան էր։ Բայց քանի որ բոլոր մնացած առումներով այս իշխանությունը հայադավ մոտեցումներ է ցույց տալիս, դրա համար նաև այս մոտեցումը կա։ Տեսեք, անուն-ազգանունների խնդիր չկան, կամ փաստացի ապացույցներ խորհրդային շրջանում, որ այս ամենը քիչ թե շատ արգելված էր, մենք այս հիշատակը պահել ենք, գնացել ենք, ծաղիկ ենք դրել, գլուխ ենք խոնարել, եւ ես կարծում եմ դեռ դարերով մենք այս հիշատակը կպահենք ու սրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, բացի արժանապատվությունից, բացի հայ լինելուց, բացի ինքնությունը պահելուց։ Պարոն Մադաթյան, Արցախյան շարժումը, որ ասում է փակված է Փաշինյանը, այսօր ցեղասպանության 111-րդ տարելիցի հետ կապում եք դա, արդյոք փակված է Արցախյան շարժումը։ Տեսեք, Արցախյան շարժումը Նիկոլ Փաշինյանը չի բացել ու ինքը չի փակում։ Արցախյան շարժումը բացվել է հայրենասեր հայերի կողմից եւ հայրենասեր հայերն էլ որոշելու են դա փակվում է թե չի փակվում։ Լավ, Նիկոլ Փաշինյանը կարող է փակի իր ընտանիքի էջը, դրանից ավել բան ինքը իր վիճակի չի փակելու։ Այսօրվա հանրահավաքը փաստելու է, որ փակված չէ Արցախյան շարժումը։ Ես կարծում եմ, որ հայրենասիրական կամայական դրսևորում փաստում է, որ Արցախի էջ փակված չի, հայի ինքնության էջը փակված չի, այո։